Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ՝ Մատտինա Մարինե Մանուկյան։ Եղիշե Արտավազդի Նիկալյան, ապրիլյան պատերազմի անմահ մասնակից։ Ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 20-ին Սյունիքի մարզի Լծեն գյուղում։ 5 երեխա էին, 4 եղբայր, 1 քույր, մեծն ինքն էր, ժիր էր, աշխույժ, շատ հումորով ու ծիծաղ սփռող, բայց էությամբ խելոք էր ու համեստ։ Դպրոց գնացել է 1968 թվականին, սովորել գյուղի 8-ամյա դպրոցում, ավարտելուց հետո 1976 թվականին ընդունվել է Երևանի շինմեխանիզացիայի միջնակարգ պրոֆտեխ թիվ 32 ուսումնարան և ավարտել 1979 թվականին ավտոէլեկտրիկի որակավորմամբ։ 1978 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում և զորացրվել է 1981 թվականին ու զբաղվել գյուղատնտեսական գործերով։ Բնության սիրահար էր, որի հետ կապված ամեն ինչ գիտեր, ցանկացած ծառի ու բույսի տեղ, նրանց նշանակությունը, պիտանելիությունն ու վնասակարությունը։ Սիրում էր բնության գեղեցկությունը՝ ժայռ, լեռ, անտառ, թուփ, ծիլ, ծաղիկ, սկսած սունյաց աշխարհից մինչև արցախյան չքնաղ կոլորիտային բնությունը։ Աշխատում էր բնության պահպանության կազմակերպությունում։ Շատ էր սիրում նաև որսորդություն ու որսորդ միության անդամ էր։ 1984 թվականին ամուսնացել է Սվետայի հետ և իրենց համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա՝ 1 տղա, 1 աղջիկ։ Ոգով մեծն հայրենասեր էր։ Երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, 1992 թվականին առանց վայրկյան կորցնելու կամավորագրվեց Սիսական 142 գումարտակում որպես դիպուկահար։ Հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է Տրմբոնի, Զագլիկ և Ումուղլու գյուղերի ազատագրմանը, իսկ հոկտեմբերին մասնակցել Գյուլիբերդ և Սաֆյան գյուղերի պաշտպանությանը։ Դեկտեմբերին էլ Լաչինի մարդասիրական միջանցքի և Զանգելանի շրջանի 11 գյուղերի ազատագրմանն է մասնակցել։ Կոչումով սերժանտ էր։ Այդ նույն մարտերից մեկի ընթացքում հրամայվել է բերել հակառակորդի զոհված գնդապետին պատկանող փաստաթուղթ, որը նա է ի կատարածել։ 1994 թվականի հունվարից մինչև զինադադար մասնակցել է Ֆիզուլիի և Հորադիզի մարտերին։ Զինակից ընկերները մինչև հիմա պատմում են նրա հերոսությունների մասին։ 1992 թվականին պարգևատրվել է Մայրական երախտագիտություն մեդալով։ 2007 թվականին Արցախի կողմից պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։ 2009 թվականին պարգևատրվել է Անդրանիկ Օզանյան մեդալով, ապա Արաբո և Հանուն հայրենիքի հուշամեդալներով։ 2010 թվականից K.N. Security բնապահպանության անդամ էր։ 2012 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալով։ 2014 թվականին պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Ապրիլյան պատերազմի օրերին Սիսական ջոկատի հետ, որ 80 հոգի էին, զենք վերցնելով ապրիլի 2-ին մեկնեց առաջնագիծ։ Հարազատները, քաջ գիտակցելով, որ չի լսի ոչ մեկի, բայց այնուամենայնիվ խնդրել են չգնալ, այն գիտակցումով, որ գուցե ստացվի համոզել, բայց ապարդյուն։ Նա ինքը
վստահ էր, որ հետ է գալու, բայց ցավոք այդպես չեղավ։ Զոհվեց մատաղիսում ամսի 3-ին ԱԹՍ-ի պայթյունից 9 հոգով, որից 6-ն անմիջապես են հավերժացել, իսկ 3-ը վիրավորվել են, ապա հավերժացել հոսպիտալում։ Փառք ու խոնարհում բոլորի հիշատակին։ Սիսյանը սգում էր այս բոթից, բայց հարազատները դեռ չգիտեին։ Որդին՝ Հայկը, աշխատում էր Սիսյանի հոսպիտալի ընդունարանում որպես հսկիչ, և նրան ասել էին, իբրև թե հայրը վիրավոր է, բայց արդեն զոհված էր։ Հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով, ապա այդ նույն թվականին իր իսկ ծննդյան օրը՝ սեպտեմբերի 20-ին, պարգևատրվել է նաև Հայաստանի պաշտպանության համար մեդալով։ Գյուղից անտառ տանող ճանապարհին, այսինքն կարելի է ասել անտառամիջում, կա հուշաղբյուր և խաչքար՝ նվիրված նրա հիշատակին։ Փառք անձնուրաց Քաջորդուն։